Հարկնեժդեհին և ազատություն ապստամբ սասնացրերին, վարուժան ենց։ Ինչպես տեսնում եք, իսկապես ընտրապայքարը դեռ չսկսած, օրենքով չհայտարարած, արդեն լուրջ բեմականացում է տեղի ունենում։ Պուտինի կողմից կառավարվող թիմերը իրար հերթ չտալով ոչ միայն վիրավորանքների, արդեն ձեռնամարտի են անցել, թե օրվա ռեժիմը ոստիկանություն ունի, ազգային անվտանգություն ունի, դատախազություն ունի։ Նրանք էլ այդ համակարգերում իրենց գեներալներն ունեն, իրենց ենթականներն ունեն, որ ժամանակին այդ մարդկանց իրենք են գեներալ դարձրել կամ լուրջ պաշտոնների տվել, տանում են, բերում են, տանում են։ Բայց այս բեմականացումը իսկապես կարող է մի պահ իրական դառնա, երբ որ Պուտինը չլինի։ Այսինքն այդ կարգավորողը չլինի։ Որ չասի հերիք է իրար, ինչ որ ցույց եք տալի հերիք է արդեն, որովհետև երբ որ ԿՊԱ-կան տկարին հնարավորություն է տրվել, ասենք Քոչարյանը Ռոբերտին հայհոյել կամ բանանել, հանցագործ ներկայացնել, թվարկել նրա հանցանքների մասին ու մարսել, դա Քոչարյանը չի մոռանալու։ Դա ընդեղից ասել են ձեն չանես, թողեք, թող ԿՊ-ն տղա դառնա, որ իշխանությունը իրենց մնա, որ իրենք լավ են մեր հանձնարարությունը կատարում։ Բայց որ Պուտինը չեղավ, այս բեմականացումը կարող է իսկապես լուրջ առճակատման բերել։ Սա իմ կողմից կանխատեսելի բան է։ Այս թողնենք սրանց մի կողմ։ Այս Ծառուկյան, Տաշիր Սամոյլ, Քոչարյան, Նիկոլ, այս կվադրոն որ կա, իրենք են, չէ՞, պատկերացնում, իրենք են հիմնական մրցակիցները իբր իրար միջև։ Սրանցից դուրս կան, չէ՞, էլի քաղաքականություն նոր մտած մարդիկ, անգամ հպարտանում են, որ իրենք ոչ բան չեն արել, էլի ժողովուրդ ասում մեզ ընտրեք, մենք բան չունենք արած։ Այսինքն որ ձե բանի փորձ չունեն։ Եվ մարդկանց խոստանում են, որ իրենք կան, տնտեսությունը լավացնելու են, գազգինի չեսնելու են, թոշակը բարձրացնելու են, չգիտեմ, աշխատավարձը բարձրացնելու են, Եվրոպայի հետ ինչ-որ հարաբերություն կարող է սարքեն։ Այստեղ մի պահ կանգնում ենք, սիրելի հանրություն։ Առաջի գործողությունը, եթե իշխանությունը պետության մասին մտածում է, ով որ գավ իշխանության ու եթե ինքը իսկապես ազգային է, պետության մասին մտածող է, առաջի գործողությունը պետք է լինի ապա գաղութացումը։ Այսինքն գաղութարարից ազատվելը։ Այս պայն ռուսն է, ռուսից ազատվելը ու որևիցե այլ պետության գաղութ չդառնալը։ Չենք չլինել Թուրքիայի, Ադրբեջանի, Ամերիկայի, Ֆրանսիայի, չգիտեմ, Պարսկաստանի գաղութ չլինելը։ Որպեսզի դու զարգացնես քո պետության տնտեսությունը, հզորացնես բանակը, դու պետք է անկախ լինես։ Իսկ գաղութարարը, ասենք, այդ նույն Ռուսաստանը 300 տարի Ռուսաստանի գաղութն ենք։ Այս հատվածը 600 տարի այն հատվածը Թուրքիայի գաղութն են ոչնչացել է, տեսանք։ Այս հատվածն էլ կիսամեռ վիճակում է։ Այսինքն այն թոշակը, որ բարձրացվում է, այն աշխատավարձը կամ տնտեսության մեջ եթե մի բան փոխվում է, դու պետք է հաշվետու լինես գաղութարարին։ Եթե ինքը թույլ չտվեց, ոչ մի գաղութարար չի ցանկանա, որ դու այնքան զարգանաս, հզորանաս, իրենից անկախանաս, կամ իրենից լավ ապրես։ Հասկանում եք, մեր չզարգանալու պատճառը ոչ թե, ասենք, Լևոնը, Ռոբերտը, Սերժիկը, Նիկոլը չեն հասկացել ոնց կազմակերպեն, այլ դրա իրավունքը չեն ունեցել։ Տեսնում եք Նիկոլը, ասենք, լավ թե վատ, ասենք, հարկերից գումար է գանձվում, այդ մարդը մսխում է այդ փողը։ Ասենք, բանակին չի նայում, տնտեսությանը չի նայում, մսխում է, ասենք, պարգևավճարով աշխատավարձով կամ, ասենք, սարքած ճամփեն քանդում են, նորից են սարքում։ Ու այդ սարքեն էլ վայ են սարքելուն։ Հասկանում եք, ձևակերպում են, չգիտեմ, եսի ինչ արեցին, բայց չկա։ Ինչի համար, որ հանգարց տնտեսության վրա չդրվի։ Դա գաղութարարը թույլ չի տալի, որ մեր երկիրը զարգանա։ Ոչ թե սրանք չեն հասկանում, այլ սրանք կատարում են գաղութարարի պահանջները։
Հիմի ցանկացած քաղաքական թիմի ով որ հայրենասեր է երկրի մասում, նրա առաջի գործողությունը պետք է լինի ապա գաղութացում, այսինքն գաղութարարից ազատվել։ Լինել ինքնուրույն, որ դու որոշես թոշակառույթ թոշակն ինչքան ես բարձրացնելու։ Այս կրթությունը ոնց է զարգացնելու։ Գիտությունը լրիվ անտարբերության է մատնված։ Աշխարհը այսօր այն փոքր պետությունները, եթե ունենան գիտատեխնիկական առաջընթաց, մեկ էլ դրանց դառնում են, ասենք, Սինգապուրի պես երկիրը միանգամից թռիչքային զարգացավ։ Գիտությունը շատ կարևոր բան է։ Մեր երկրում ուշադրություն չի դարձվում գիտությանը։ Օտարը մեր գիտության վրա ուշադրություն է դարձնում, Ամերիկան վերում է ուղեղի գործարան սարքի մեր երկրում։ Մեր երկրում մենք մեզ բանի տեղ չենք դնում։ Որովհետև գաղութարարը թույլ չի տալի, ասում ոնց կարես դու ինձանից հզոր լինես, ոնց կարող ես դու ինձանից շատ առաջ լինես։ Եվ որ հզոր ու առաջ լինես, կանկախանաս, նրան ձեռք չի տալի։ Ու եթե հանգարց մեկնել Լևոնի ժամանակ էլ Ռոբերտի Սերժի ժամանակը 1000 դրամով, 2000 դրամով, 5000 դրամով թոշակն ավելացվել է։ Եթե այսօր անգամ Նիկոլա, չգիտեմ, դրա ժամանակ թոշակն ավելանում է, դա ավելանում է նրա համար, որովհետև ապրանքները բարձրացել են։ Եթե ինքը դա չավելացնի, ժողովրդային շարժում կառաջանա։ Մարդ եթե գնա այդ թոշակով հանգարց չկարողանա գոնե սուրճ եւ շաքարավազ առնել, գոնե մի ամսվա համար էլի, ասենք այդ 40000 դրամին, ասենք օրը 1000 դրամի շաքարավազ սուրճ կամ էլ մի կտոր բան կարող անել, ուրիշ բան չի կարող անել, ոչ գազ, ոչ լույս, ոչ էս, ոչ չեն, ոչ ծնունդ, ոչ կնունկ, ոչ մահ, ոչ հարսանիք, հասկանում եք։ Այդ մինիմումը եթե խախտվում է, տեսնում են, ասենք ինֆլյացիա է տեղի ունեցել, ապրանքի գները բարձրացել են, փողը արժեզրկվել է, այդ իրենք եթե չանեն, իրենց իշխանությունը կտապալվի։ Այդ էլ որ անում են, այնտեղ բարձրանում են, տեսակ ասում մենք թոշակը բարձրացրեցինք, բայց իրենք չեն կարող չբարձրացնել, եթե չբարձրացնեն, ժողովուրդը դուրս կգա փողոց։ Ու երբ որ փողոցում Նիկոլին հարցնում են, ասում են, ինձ էլ մի պաշտոն տու, ասում են, ինչ կրթություն ես, ասում են, ես էլ կրթություն չունեմ։ Դե իրանց շարքերում կան, չէ՞, անկյուրտներ, բացահայտ մարդկանց բերում են պաշտոնի են դնում միջնակարգ կրթության, բացահայտ։ Մարդ ասում ինձ էլ նախ ես էլ եմ ուզում նախարար բարձր միլիոնավոր աշխատավարձ ստանամ դրամների եւ պարգևավճար, այնտեղ ինչ ասում ես ողորմելին, ասում է այդ նախարարը որ միլիոնավոր պարգևավճար է ստանում, ասում է դա թոշակ է բարձրացրել, աշխատավարձ է բարձրացրել։ Տղա, հոր տնից է բերել այդ փողը նախարարը, որ այդպես պարգևատրում ես։ Այդ մեր հարկերից առաջացած մեր բյուջեի փողն է։ Ինքը չլիներ էլ այդ թոշակը պետք է բարձրանար, որովհետև չբարձրանա գլուխդ կթռնի։ Վերագրում ես, որ այդ նախարարը որոգել է իր պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով քո թոշակը բարձրացել է, քո աշխատավարձը բարձրացել, դրա համար տալիս է։ Այսինքն եթե դա չլներ մեր բանը կորել, մեր սոցիալ բանը հիմնադրամը բանը ավերվելու էր, ոնց որ դու ես ասում, ես չլեմ պատերազմ ելնելու, սաղս կոդորվելու ենք։ Ուրեմն կանք մի եզրակացության սիրելի հանրություն, որպեսզի պետությունը զարգանա, պետք է նա լինի ինքնուրույն, անկախ։ Այսինքն առաջ հերթին պետք է ապա գաղութացնել պետությունը, հետո նոր խոսել մնացած բաներից։ Դու պետք է որոշես։ Ինչ է ասում եւ անում է ազգային ժողովրդական բևեռը։ Մենք էլ իշխանության չենք եղել։ Մենք էլ պետության բան բյուջեից ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չենք կերել։ Բայց եւ պայքարել ենք սրանց դեմ։ Տասնյակ տարիներ սրանց Լևոնից, չէ, Ռոբերտից, Լևոնից, ես չէ, իմ ավակ, ովքեր ինձանից առաջ այս պայքարի մեջ եղել են եւ կան, հետո ես միացել եմ 18 թվից։ Բայց մերոնք Ռոբերտի, Սերժիկի, Նիկոլի դեմ կռիվ տալով գալիս են։ Այն որ մեկն ասում է ես բան չունեմ արած ինձ ընտրի, մենք պայքարել ենք սրանց դեմ, ռեժիմի դեմ, այնքան ենք պայքարել, տեսել ենք էլ հնար չկա, ապստամբել են, անգամ զենք են վերցրել։ Հասկանու՞ք, դա ամեն մարդ չի կարող անել։ Դա մենակ կարող է անել ազատություն սիրող, արժանապատվություն սիրող մարդը, երբ որ տեսնում է իրեն պարտադրում են բան, որը իր կամքին կամ իր պետությանը վնասակար է։ Հիմա են նորելու քաղաքական գործիչները, որ կասեն մենք բան չենք արել, մեզ ընտրեք, իրոք իրենք բան չեն արել։ Դրանց չի կարելի ընտրել։ Ովքեր այս ռեժիմի դեմ անդադ կռիվ է տվել, նրանք արդեն փորձ ունեն, եւ նրանք ունեն կամք եւ ցանկություն հայրենիքը զարգացնելու։ Այնպես որ խորհուրդ կտամ
ազգային ժողովրդական բևեռին միշտ աջակցեք բոլոր առումներով։ Մնա քաջությամբ։